Հակոբոս 4 Բարեկամություն աշխարհի հետ։ Այդ որտեղից պատերազմներ եւ որտեղից կռիվներ ձեր մեջ։ Չէ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, ուստի եւ սպանում եք, նախանձում եւ չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը, պայքարում եք, կռվում եւ ձեռք չեք բերում, որովհետեւ չեք խնդրում, խնդրում եք եւ չեք ստանում, որովհետեւ չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին։ Շնացողներ, չգիտեք, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի, կամ թե առ ոչինչ եք համարում, ինչ որ գիրքն ասում է։ Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ։ Եվ այդ նրա համար, որ էլ ավելի շնորհ տա, դրա համար ասում է. Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցեք սատանային, ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ։ Մեղավորներ, մաքրեցեք ձեր սրտերը, երկմիտներ, ուղեցեք ձեր սրտերը, տառապեցեք, սգացեք եւ լացեք, ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, եւ ձեր ուրախությունը տրտմության։ Խոնարհ եղեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի։ Եղբայրներ, միմյանց մի բամբասեք, ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին եւ դատում է օրենքը, իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը պահող չես, այլ դատավոր։ Կա մեկ օրենսդիր եւ դատավոր, որ կարող է փրկել եւ կործանել։ Դու ով ես, որ դատում ես քո մերձավորին։ Զգուշացում պարծենալուց։ Այժմ նրանց մասին, որ ասում են. այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, 1 տարի կմնանք այնտեղ, կվաճառենք եւ կվաստակենք։ Այսպես եք ասում դուք, որ ոչինչ չգիտեք վաղվա մասին, որովհետեւ ի՞նչն է ձեր կյանքը։ Հիրավի մի մշուշ է այն, որ մի պահ երևում է եւ ապա անհետանում։ Մինչդեռ դուք ասելու եք. եթե Տերը կամենա եւ ապրենք, կանենք այս կամ այն բանը, բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպեսի ամեն պարծանք չար է, ով որ գիտե, թե ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է։